հասարակական կազմակերպություն, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բանախոսներին կարևոր դիտարկումների համար եւ հատկապես ձեր կազմակերպությանը, քանի որ COVID-19-ի հետ կապված հետազոտությունները ոչ միայն չեն կարող այս պահին լինել ժամանակավրեպ, ինչպիսի կարծիք հնչեց, չնայած այլ կարծում եմ, որ ընդհակառակը օբյեկտիվ եւ ամբողջական գնահատական հենց այս փուլում էր հնարավոր միայն տալ, երբ արդեն կարծես հաղթահարել ենք այդ ժամանակահատվածը եւ կարող ենք արդեն ամբողջական դիտարկումներ անել։ Խոսվեց մի շարք խնդիրներից, բավականին լայն էր հետազոտության ոլորտը, քրեակատարողական եւ պրոբացիա, կուզենայի անդրադառնալ խափանման միջոցների հարցին եւ քանի որ շեշտադրում կատարվեց մի շարք խնդիրների, այդ թվում ազատազրկման հետ չկապված պատիժների վաղաժամկետ ազատման եւ նաեւ խափանման միջոց կալանավորումների, ինչպես նաեւ դրանք այլընտրանքային միջոցներով փոխարինելու հարցին, կուզենայի նշել եւ այսպես անդրադառնալ այն հարցին, որ ինչպես ձեր կազմակերպությունը, այնպես էլ վստահ եմ բազմաթիվ կազմակերպություններ անդրադարձել են այս ժամանակահատվածում շատ նեղ ոլորտային հարցերի եւ դրանք ճիշտ ժամանակն է, որպեսզի ի գիտություն ընդունվեն պետական կառույցների կողմից եւ նաեւ համապատասխան քննարկումներ իրականացվեն։ Իրավիճակը նոր էր ոչ միայն պետական կառույցների համար, քանի որ վերջիններս ընդունել են իրավական ակտեր, այլ նաեւ քաղաքացիական հասարակության կառույցների համար, քանի որ նրանց հետազոտությունները նույնպես ինքնին նորություն են հանդիսանում դաշտում։ Այս մասով կուզենայի առանձնացնել մեր հետազոտություններից մեկը հենց COVID-19-ով պայմանավորված կալանավորման խնդիրներին եւ դրանք այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու հարցին, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինները, այդ թվում դատարանները, դատախազությունները շատ հետաքրքիր դիրքորոշումներ էին հայտնել, ուրախ եմ, որ ներկայացուցիչ կա նաեւ դատախազությունից, հիմնականում գտել եմ, որ ավելի ապահով վայր է քրեակատարողական հիմնարկը անձի համար, քան ազատության մեջ լինելը, այնտեղ ավելի փակ է, սահմանափակ է շփումները եւ վարակի փոխանցման ռիսկեր չկան, սակայն միաժամանակ արդարացիորեն պետք է նշեմ, որ դատարանները նույնպես նշել են, որ ընդհակառակը հատկապես այդ ժամանակահատվածում, երբ գործել է ազատ տեղաշարժի սահմանափակումների ինքնամեկուսացման պահանջներ եւ այլն, նման ռիսկեր ազատության մեջ մնալով չկան։ Կարևոր է եւս մեկ անգամ ամրագրել, որ դա միանշանակ առողջական վիճակի հետ կապված տեղեկատվություն է, որը պետք է ոչ միայն COVID-19-ի ժամանակ հաշվի առնվի, այլև ձեր հետազոտությամբ եւ մյուս հետազոտությունների արդյունքում հաշվի առնվի հետագայում կալանավորումներ, որպես խափանման միջոց ընտրելը կանխելու, ինչպես նաեւ պատժի տեսակները որոշելու հարցում։ Շնորհակալ եմ շատ։